Գոյամարտում հիմա արդեն յուրաքանչյուր հերոս կանգնած է իր կյանքի ամենակարևոր ընտրության առաջ։ Սերիալը վաղուց դուրս է եկել սովորական ընտանեկան դրամայի սահմաններից և դարձել է մարդկանց հասունացման, սխալների գնի և սիրո իրական արժեքի մասին պատմություն։ Վերջին սերիաներից հետո հատկապես շատ քննարկվում է Գրիշոյի պահվածքը, շատ հեռուստադիտողներ սկսում են նկատել, որ որքան ավելի է զարգանում նրա կերպարն, այնքան ավելի շատ նմանություններ են երևում նրա և Հունանի միջև։ Իհարկե Գրիշոն դեռ չի հասել այն աստիճանի, ինչ Հունանն է, բայց նրա վարքագծում արդեն նկատվում են նույն գծերը՝ սեփական ցանկությունները, ուրիշների զգացմունքներից վեր դասելը, մարդկանց վրա ազդեցություն գործադրելը, սեփական սխալների համար պատասխանատվություն չկրելը։ Եթե Մաշայի հետ կապված կասկածները ճիշտ դուրս եկան, ապա դա կլինի ամենամեծ ապացույցը, ինչը արդեն Մանանն ունի։ Բայց այստեղ կա մի կարևոր տարբերություն։ Հունանի կողքին տարիներ շարունակ եղել են մարդիկ, որոնք լռել են, ովքեր վախեցել են հակադրվել, բայց Մանանն այն մարդկանցից չէ։ Մանանը երկար ժամանակ կհամբերի, կփորձի հասկանալ, արդարացնել, պահպանել ամուսնությունը, սակայն վերջին զարգացումները ցույց են տալիս, որ նա փոխվում է, նա այլևս այն աղջիկը չէ, որը պատրաստ էր անվերջ զոհաբերել իրեն։ Եթե Գրիշոն իսկապես շարունակի վիրավորել ու նվաստացնել նրան, ապա ամենայն հավանականությամբ հենց Մանանը կլինի այն մարդը, ով կստիպի նրան առաջին անգամ բախվել իր արարքների հետևանքներին։ Եվ դա կարող է լինել շատ կարևոր դաս ոչ միայն Գրիշոյի, այլ նաև ամբողջ մակունցների ընտանիքի համար։ Մանանի ուժը երբեք աղմկոտ չի եղել, նա չի սպառնացել և փորձել է հասկանալ, բայց արժանապատվությունն ամեն ինչից վեր է։ Մյուս կողմից չափազանց հետաքրքիր է Լեայի և Դավիթ պապի տեսարանը, երբ Լեան ասում է, որ այնքան չի սիրում Լեոյին, որ նրա հետ անցկացնի ամբողջ կյանքը, շատ դժվար է հավատալ այդ խոսքերին։ Դավիթ պապն էլ հավանաբար չի հավատում, որովհետև բոլորը տեսել են, թե ինչի միջով են անցել Լեան ու Լեոն։ Նրանք փախել են միասին, պայքարել բոլորի դեմ, հրաժարվել են իրենց հարմարավետ կյանքից, տառապել իրենց բաժանումների պատճառով։ Մարդը նման ճանապարհ չի անցնում, եթե պարզապես համակրանք է զգում։ Լեան հասկանում է, որ իր սուտն օրերից մի օր բացվելու է, ու նա Դավիթ պապին ասում է, որ չի սիրում Լեոյին, բայց Դավիթ պապը հասկանում է, որ այստեղ մի ուրիշ, ավելի ծանր գաղտնիք կա։ Լեան կարող է կրկնել այդ խոսքերը 100 անգամ, բայց նրա աչքերը, նրա վարքագիծը, նրա տառապանքը ցույց են տալիս լրիվ այլ բան։ Դավիթ պապը, որը կյանքում շատ բան է տեսել, հավանաբար շատ լավ հասկանում է դա։ Հնարավոր է հենց նա լինի այն մարդը, ով հետագայում կհիշեցնի Լեային, որ երբեմն ճշմարտությունից փախչելը ավելի մեծ ցավ է պատճառում, քան դրա հետ առերեսվելը։ Իսկ այդ ամենի ֆոնին Դավիթի և Նարեի պատմությունը կարծես հույսի փոքր շող լինի մթության մեջ։ Նա պատրաստ է ռիսկի դիմել, պատրաստ է վստահել Դավիթին, պատրաստ է իր անունով վարկ վերցնել, որպեսզի միասին ապագա կառուցեն։ Իհարկե, եթե կողքից նայենք, սա բավականին վտանգավոր որոշում է։ Երիտասարդ մարդիկ են, ֆինանսական կայունություն դեռ չունեն, բիզնես սկսելը միշտ ռիսկային է, հատկապես երբ դա արվում է հուզական ֆոնի վրա, բայց այստեղ կարևոր է ոչ միայն բիզնեսը, կարևոր է այն, ինչ անում է Նարեն։ Նա Դավիթին ասում է, որ կարող ենք միասին սկսել ամեն ինչ։ Երբեմն այդ հավատը շատ ավելի մեծ արժեք ունի, քան ցանկացած գումար։ Դավիթի համար, ով մեծացել է բազմաթիվ կորուստների, պայքարների և անորոշությունների մեջ, Նարեի այդ քայլը կարող է դառնալ ուժի աղբյուր։ Նարեն ցույց է տալիս, որ ընտանիքը միայն արյունակցական կապ չէ։ Ընտանիքը նաև այն մարդն է, որը պատրաստ է քեզ հետ ռիսկի դիմել, քեզ հետ կրել դժվարությունները, կառուցել ապագան։ Եվ հենց այդ պատճառով Դավիթի ու Նարեի հարաբերությունները շատ հեռուստադիտողների համար դարձել են սերիալի ամենաառողջ և ամենահավասարակշռված սիրային գիծը։ Եթե համեմատենք մյուս զույգերի հետ, ապա տարբերությունն ակնհայտ է։ Լեոն ու Լեան պայքարում են անցյալի մեղքերի դեմ, Մանանն ու Գրիշոն պայքարում են վստահության, կորստի դեմ, իսկ Դավիթն ու Նարեն փորձում են միասին ինչ-որ բան ստեղծել, նրանք չեն փորձում փախչել աշխարհից։ Առաջիկա սերիաներում ամենայն հավանականությամբ հետաքրքիր գծեր են զարգանալու։ Առաջինը Մանանը որոշելու է, թե ինչ կերպ է պատժելու Գրիշոյին։ Եթե նա իսկապես որոշել է, որ Գրիշոյին պատժելու է, ապա նրան ոչինչ այլևս
չի կարող կանգնեցնել։ Երկրորդը Լեայի ներքին պայքարն է, որքան էլ նա փորձի համոզել բոլորին, որ այլևս չի ցանկանում Լեոյի հետ ապագա կառուցել, իրական զգացմունքները վաղ թե ուշ դուրս են գալու մակերես։ Դավիթի և Նարեի նոր սկիզբը, նրանք հացի փուռը, կարող է դառնալ ոչ միայն բիզնես, այլ նաև ապացույց, որ նույնիսկ ամենածանր պատմությունների մեջ հնարավոր է կառուցել մի բան, որը հիմնված է վստահության, աշխատանքի և սիրո վրա։ Եվ հենց այս հակադրություններն են այսօր դարձնում գոյամարտը հետաքրքիր, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունն առաջինը տեղեկացված լինելու, բաժանորդագրվեք մեր ալիքին ու սպասեք նոր ու հետաքրքիր տեղեկությունների։